Սիրիայի իշխանությունը փաստացի փակել է քրդական ինքնավարության էջը։ Քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը նոր համաձայնության են եկել Սիրիայի կառավարության հետ ինտեգրման գործընթացը սկսելու համար։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի թրի տակ դեռ չանցած քրդերը սովամահ են լինում կտորեվրաններում։ Ես 4 երեխաների մայր եմ, սա իմ վրանն է, մեր կյանքն է, մեր վիճակը ողբերգական է, աններևակայելի դժվար, մենք չունենք վառելափայտ, հաց և ջուր։ Մշակութային և քաղաքական իրավունքների սահմանափակ փաթեթ է Սիրիայի նոր իշխանությունը տրամադրում քրդերին։ Շատերը նախընտրում են չունենալ սիրիական անձնագրեր, սակայն պայքարել անկախ Քուրդիստան ունենալու համար։ Արևմտյան լրատվամիջոցներին քրդերը պատմել են, որ ուժով իրենց ուզում են հանել քրդաբնակ շրջաններից, երբ հրաժարվում են ընդունել պաշտոնական Դամասկոսի գերակայությունը։ Եվրոպայում ցույցերի ժամանակ քրդերին աջակցողները վանկարկում են. «Բացեք աչքերը, եվրոպացիներ, կոտորած է»։ Մեր երեխաները, ընտանիքները սպանվում են, ինչու է ամբողջ Եվրոպան դիտորդի կարգավիճակում։ Դուք խոսում եք մարդու իրավունքների մասին, բայց որտեղ են ձեր մարդու իրավունքները։ Քրդերը պարբերաբար հարձակման են ենթարկվում, երեխաները ոչ ուտելիք ունեն, ոչ ջուր, ամբողջ աշխարհը դավաճանել է քրդերին։ Ցուցարարները կոկորդ են պատռում, որ Միացյալ Նահանգները օգտագործել է քրդերին և հիմա դեն է շպրտել, և բանակցում է դաշտային համազգեստը կոստյումի հետ փոխած Ալ-Շարայի հետ։ Քրդական ինքնավար կարգավիճակը այլևս չունի արտաքին քաղաքական աջակցություն։ Միացյալ Նահանգները, որ տասնյակ տարիներ ֆինանսավորել է Սիրիայում ապրող քրդական ուժերին, իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, հիմա աջակցում է այդ երկրի իսլամիստ նոր ղեկավարներին, որ քրդերը պետք է ինտեգրվեն Սիրիայի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին, համոզված է պաշտոնական Մոսկվան։ Պուտինը, որ ապաստան էր տվել Ասադին, որպես հին դաշնակցին չդավաճանելու ժեստ, Սիրիայում ազդեցությունը չկորցնելու համար բանակցություններ է վարում այդ երկրի նոր իշխանության հետ, նկատում են փորձագետները։ Մենք ուշադրությամբ հետևում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ձեր ջանքերին։ Ես ուզում եմ շնորհավորել ձեզ այն փաստի համար, որ այս գործընթացը թափ է հավաքում։ Մենք միշտ պաշտպանել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գաղափարը, դուք գիտեք դա։ Միջազգային պարբերականները գրում են, որ գրեթե անհնար է դառնում քրդերի համար ապրել Սիրիայում, առանց այդ պետության գերակայությունն ընդունելու։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։